Իր ռազմավարական կարևոր աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը կարող է դառնալ բազմաֆունկցիոնալ կենտրոն տարբեր երկրների համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Սինգապուրում։ Կողմերը քննարկել են առևտրի, տնտեսության, ավիացիայի եւ այլ ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները։ Մենք ունենք ռազմավարական աշխարհագրական դիրք եւ դրա օգտագործումը շատ կարևոր է բոլոր առումներով։ Վրաստանը կարող է դառնալ կենտրոն տարբեր երկրների համար բոլոր ոլորտներում։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, ինչը շատ լավ հիմք է տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար։ Նա նշել է, որ ակտիվ ջանքեր պետք է գործադրվեն այս ներուժը մեծացնելու համար, նշելով, որ Վրաստանի կառավարությունը լիովին հանձնառու է կապերի ընդլայնմանը։ Մենք շատ ակտիվ ենք, այդ թվում ասիական ուղղությամբ։ Մենք ունեցել ենք բազմաթիվ կարևոր այցելություններ եւ հանդիպումներ։ Մենք սերտ հարաբերություններ ունենք կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաեւ մեր հարևանների Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ եւ ցանկանում ենք հետագայում զարգացնել այդ հարաբերությունները։ Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառել է նաև Կուլևիի նավահանգստի նավթավերամշակման գործարանը։ Այս մասին ասվում է Եվրոպական միության խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ Հիմնավորման մեջ ասվում է, որ նավթավերամշակման գործարանը ենթադրաբար զբաղվում է ռուսական նավթի առևտրով եւ վերամշակմամբ, այդ կերպ օգնելով շրջանցել հակառուսական պատժամիջոցները։ Նշվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 25-ից։ Եվրամիության երկրները 10-օրյա լարված քննարկումներից հետո հուլիսի 23 համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ցուցակում ներառվել է ռուսական եւս 32 բանկ, որոնց հետ կարգելվեն գործարքները։ Նաեւ պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել նավթի առևտրով զբաղվող հարթակներ, կրիպտոընկերություններ, իսկ մարտական գործողություններին մասնակցած ռուսաստանցիներին կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք։ Գիշերը Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել։ Մի շարք քաղաքներ, այդ թվում Թբիլիսին, մնացել են առանց էլեկտրականության։ Ըստ վրացական լրատվամիջոցների պատճառը եղել է Թուրքիայի եւ Վրաստանի էներգահամակարգը կապող բարձրավոլտ գծում վթարը։ Ավելի ուշ Վրաստանի էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ Տեղեկություններ կան, որ խափանումներն ազդել են մի շարք շրջանների ջրամատակարարման վրա, ինչի հետևանքով Թբիլիսիում եւ Ռուսթավիում ջրի հետ կապված խնդիրներ են եղել։ Սևծովում թուրքական դրոշի ներքո նավարկող MV Reyhan Sari բեռնանավի վրա իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, եւս 3-ը վիրավորվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հրատարակության տեղեկություններով բեռնանավը, որը ածուխ էր տեղափոխում Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի Տրապիզոն, հարձակման է ենթարկվել Սևծովում։ Նշվում է, որ զոհվածը նավի մեքենայական բաժնի աշխատակից էր։ Անձնակազմի վիրավորված 3 անդամներն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Հարձակման հետևանքով նավը վնասվել է, սակայն պահպանել է ընթացքը շարունակելու հնարավորությունը։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ քննարկել է գազի ոլորտում համագործակցությունը եւ Աքույուի ատոմակայանի նախագծի իրականացման ընթացքը։ Մենք մանրամասն քննարկեցինք թուրք-ռուսական էներգետիկ օրակարգը, այդ թվում գազի արդյունաբերության ոլորտում համագործակցությունը եւ Աքույուի ատոմակայանի նախագծի ներկայիս փուլը, գրել է Բայրակթարը X-ի իր միկրոբլոգում։ Բայրակթարը նշել է, որ կողմերը քննարկել են նաեւ երկկողմ էներգետիկ օրակարգի ընդլայնումը համագործակցության նոր ոլորտների միջոցով։ Նրա խոսքով Թուրքիան մտադիր է հետագայում զարգացնել Ռուսաստանի հետ էներգետիկ երկխոսությունը, հաշվի առնելով փոփոխվող համաշխարհային իրավիճակը եւ փոխշահավետ նախագծերի իրականացումը։ Արդեն 13-րդ գիշերն է, Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակում են հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանական մամուլը գրում է հարավային Ղեշմ կղզում, Բանդեր Աբաս նավահանգստային քաղաքում եւ այլ բնակավայրերում պայթյունների մասին։ Հաղորդում է զոհերի եւ վիրավորների մասին։ Իրանական ուժերն էլ հարվածներ են հասցրել Բահրեյնում եւ Հորդանանում ամերիկյան բազաներին։ Դոնալդ Թրամփը կրկնել է, Թեհրանը ցանկանում է բանակցել, բայց Վաշինգտոնում համոզված են, որ իրանական կողմը դեռ պատրաստ չէ գործարքի։ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել, որ Իրանին կարող են ավելի զանգվածային հարվածներ հասցվել։ Եթե խնդրեմ, Իսրայելը 2 րոպեից կմիանա մեզ, բայց մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ։ Մենք շատ արդյունավետ ենք գործում Իրանի դեմ, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Միաժամանակ նա ընդունել է, որ Իրանը դեռևս որոշակի հնարավորություններ ունի, սակայն ռազմական ներուժը ոչնչացված է։ Բացի այդ, Թրամփի խոսքով այսուհետ Հորմուզի նեղուցում նավերին հասցված վնասները կփոխհատուցվեն ամերիկյան վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցներից։ Թեհրանում վտանգավոր նախադեպ են որակել նման հնարավոր որոշումը։ Իրանի արտգործնախարարը նաև մանրամասներ է ներկայացրել Վաշինգտոնի հետ ընդհատված բանակցություններից։ Ըստ Աբբաս Արաղչիի, ամերիկյան կողմը հրաժարվել է Իրանին
փոխհատուցում վճարելու պայմանից, ինչը անհնարին է դարձնում վերջնական գործարքը։ Թեհրանը մեղադրել է Պարսիստոսի երկրներին եւ Հորդանանին Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարվածներին մասնակցելու համար։ Զուգահեռ արտգործնախարարությունից շեշտել են իրանական ուժերի կողմից ամերիկյան բազաների թիրախավորումը, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ քայլ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որի նպատակն է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի առանց կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու իրավասությունները։ Բանաձևի ընդունմանը կողմը քվեարկել 214 падգամավոր դեմ 208-ը։ CNN-ի տվյալով 4 հանրապետական կոնգրեսական քվեարկել է օրինագծի օգտին։ Հատկանշական է, որ նույնիսկ եթե Սենատը հաստատի այս բանաձևը, այն չի կարող իրավաբանորեն պարտավորեցնել Միացյալ Նահանգների վարչակազմին դադարեցնել պատերազմը, քանի որ դա պարզապես կոնգրեսի դիրքորոշման արտահայտությունն է, այլ ոչ թե օրենք։ Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զայիդի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան եւ հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Պաշտոնյաներն ընդգծել են երկու երկրների միջև խոր պատմական, մշակութային, կրոնական եւ հումանիտար կապերի պահպանման եւ ամրապնդման անհրաժեշտությունը որպես ռազմավարական համագործակցության ընդլայնման հիմք։ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Փեզեշքյանը եւ Ալ-Զայիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման ուղիները։ Նրանք ընդգծել են Իրանի եւ Իրաքի միջև գործող համաձայնագրերի լիարժեք իրականացումն արագացնելու անհրաժեշտությունը, դա որակելով որպես երկկողմ կապերի բարելավման եւ երկու երկրների փոխադարձ շահերին ծառայելու կարևոր քայլ։ Նաեւ ընդգծվել է քաղաքական, տնտեսական, առևտրային, տարանցման, էներգետիկայի եւ տարածաշրջանային համագործակցության ոլորտներում համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Կողմերը նշել են, որ համապարփակ կապերի ընդլայնումը ոչ միայն կնպաստի երկու երկրներում կայունության, անվտանգության եւ բարգավաճման ամրապնդմանը, այլև կծառայի երկու եղբայրական ժողովուրդների շահերին եւ կնպաստի տարածաշրջանային համերաշխությանն ու համախմբվածությանը։ Հութիների կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին, քանի որ Թեհրանն աջակցում է նրանց։ Եթե հութիները շարունակեն հարձակումները, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկի Իրանին եւ իհարկե խիստ ռազմական պատիժ կկիրառվի հենց հութիների նկատմամբ։ Եվրամիությունը նույնպես դատապարտել է Կարմիր ծովում նավթատար լցանավի վրա հարձակումը շեշտելով, դա ավելի է սրում տարածաշրջանի առանցայտ էլ անկայուն իրավիճակը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները արդյունավետ չեն լինի, եթե Վաշինգտոնը չսկսի հաշվի առնել Թեհրանի շահերը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մինչև նրանք չհասկանան, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը Իրանի ժողովրդին եւ նրա շահերը հարգելն է, նրանց գործողություններն արդյունավետ չեն լինի։ Իրանի արտգործնախարարության ղեկավարը հավելել է, որ խնդիրը ամերիկյան մոտեցման էության մեջ է, որը նա անվանել է իրացիոնալ, առավելապաշտական եւ գերիշխանության վրա հիմնված։ Արաղչիի խոսքով Թեհրանը կոշտ եւ վճռականորեն է արձագանքում Վաշինգտոնի նման բանակցային դիրքորոշմանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախագահը անիմաստ է համարում Իրանի հետ բանակցությունները, քանի որ այդ երկիրն ակնհայտորեն հակված չէ Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու։ Իլհամ Ալիևը զանգահարել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևին։ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Միրզիոևին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթելով նրան երկար կյանք, առողջություն, շարունակական հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Իր հերթին Շավկաթ Միրզիոևը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին անկեղծ շնորհավորանքների եւ ջերմ խոսքերի համար եւ Ադրբեջանի ժողովրդին մաղթել բարգավաճում եւ բարեկեցություն։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել Բաքվի եւ Տաշքենտի միջև ռազմավարական դաշինքի կարեւորությանը եւ գոհունակություն է հայտնվել բոլոր ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ։ Երկու ղեկավարները պայմանավորվել են հետագա շփումների վերաբերյալ եւ մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնական եւ կլիմայական հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևին։ Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կլիմայի փոփոխության դեմ պայքարում երկկողմ գործակցությունը, COP օրակարգը, նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Բայրամովն իր հերթին գործընկերոջը ներկայացրել է COP 29-ում Ադրբեջանի նախագահության ընթացքում ձեռք բերված փորձը եւ արդյունքները, նաեւ COP 31-ը նախագահող Ավստրալիայի եւ ընդունող երկրի Թուրքիայի հետ զերծ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Կասպից ծովի շուրջ երկկողմ գործակցությունը, ընդգծելով այս հարցի շուրջ երկկողմ աշխատանքային խմբի ամրապնդման կարևորությունը։ Նշվել է ջրային ռեսուրսների եւ Կասպից ծովի եզակի էկոհամակարգի պահպանման կարևորությունը, ինչպես նաև շեշտվել է համագործակցության եւ համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։